Դաշտի բերքը հասել է, հետևաբար բացվել է Հրազդան մարզադաշտի հարակից տարածքի ֆերմերային շուկան։ Հունիսից սկսած շաբաթ կիրակի այստեղ կարելի է գտնել սեզոնի ամենաթարմ գյուղմթերքը։ Տարիների ընթացքում այս շուկան դարձել է ֆերմերների եւ գնորդների հանդիպման վայր, որտեղ գյուղմթերքը վաճառվում է առանց միջնորդի։ Էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ աջակցում է այս նախաձեռնությանը եւ որպես սկզբունք է կիրառվել, որ ֆերմերային շուկայում պետք է իրենց ապրանքը կարողանան վաճառել բացառապես ֆերմերները առանց միջնորդների։ Այն ագրոմշակույթի մի մաս է կազմում, որտեղ ֆերմերները կարողանում են ուղիղ վաճառք իրականացնել եւ տեղում ծանոթանալ սպառողների պահանջներին, ինչպես նաեւ թե քաղաքաբնակներն են կարողանում ավելի մատչելի գնով ձեռք բերել ապրանքը, թե ֆերմերներն են կարողանում իրենց ցանկալի գնով առանց միջնորդների վաճառքը իրականացնել։ Այս պահին շուկայում արդեն 50 ֆերմեր ներկայացնում է իր բերքը։ Մի քանի շաբաթ անց նրանց թիվը կհասնի 100-ի, իսկ շաբաթական վաճառվող գյուղմթերքի ծավալը շուրջ 70 տոննայի։ Իդեպ այստեղ տաղավարներ ունեն միայն արտադրողները։ Մշակված վերահսկողության համակարգը թույլ չի տալիս, որ շուկա մուտք գործեն վերավաճառողները։ Գյուղացին համայնքներից բերում է տեղեկանքներ իրանց մշակաբույսերի վերաբերյալ տարվա կտրվածքով ինչքան հողատարածք է մշակում, ինչ մշակաբույսեր կան եւ դրա հիման վրա տրամադրում ենք տեղ տոնավաճառից օգտվելու համար։ Իսկ հերթափոխով կատարում են իրենց սեզոնային առևտուրը։ Ֆերմերային շուկայի այս մոդելը տարիներ առաջ ներդրվել էր ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ։ Այսօր էլ սննդառության նկատմամբ զգայուն եւ կլիմայակայուն պարենային համակարգերի վերափոխման համար կայուն ֆինանսավորման խթանում Հայաստանում ծրագրով շարունակում է շուկայի արդիականացման աշխատանքները, տարածքն ապահովել է անհրաժեշտ գույքով։ Անցած տարի ունեինք խնդիր տաղավարների հետ կապված, վրանները մաշվել էին, նախկինում ստացած մեր վրանները մաշվել էին, հնարավոր չէր արևից անձրևից պաշտպանվելու համար, դիմեցինք ՊԱՕ-ին եւ շատ ուրախացանք, որ տարին սկսելուց արդեն մենք նոր տաղավարներով, նոր պալատկաներով ենք։ Ծրագիրը ֆինանսավորում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների համատեղ հիմնադրամը համաֆինանսավորման, ՊԳԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման եւ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրերի։ Ֆերմերներին տրամադրվել են նոր միասնական տաղավարներ, ինչպես նաեւ աղբի տեսակավորման հատուկ տարաներ։ Պայմաններ ենք ապահովել գյուղացիների համար, որպեսզի իրենք կարողանան իրենց գործունեությունը ծավալել ավելի արդյունավետ, բացի դրանից աշխատելու ենք ֆերմերների հետ, որպեսզի մենք ավելի կայուն ապահովենք պարենային համակարգերի փոփոխությունը։ Սննդային թափոնների կայուն կառավարում ենք ապահովելու, որպեսզի ներդնենք նաև շրջանաձև տնտեսության մոդելը, որպեսզի մինիմիզացնենք սննդային թափոնները հենց շուկայից եկող։ Հաշվի առնելով ֆերմերային շուկայի կարևորությունն ու պահանջարկը, նախարարությունը միջազգային գործընկերների հետ գործակցությամբ եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ քննարկում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նման շուկաների բացման հարցը։ Ծաղկանուշ Միրզոյան, Արման Թովմասյան, լուրեր։